Այս հաղորդման ընթացքում դիտեք, սկսել ես աշխատել, կարծում ես ամեն ինչ լավ է, բայց կարճ ժամանակ անց գալիս է հիասթափությունը։ Ինչ կարող են անել երիտասարդները աշխատանքային իրավունքների խախտման դեպքում։ Պայմանագիր բացարձակ չունեինք, պայմանագրի մասին անգամ խոսքել չի եղել։ Բոլորը գովում են, բայց ինչպես են օգտագործում երիտասարդների պոտենցիալը։ Ակնկալում են երիտասարդից լուրջ պատասխանատվություն, բայց երբեք պատրաստական չեն այդ իրական պատասխանատվությունը երիտասարդին տալու։ Կսովորեք նաև գործիք, որը կօգնի աշխատանք փնտրելիս ձեզ ճիշտ ներկայացնել։ Իսկ վերջում աշխատանքի արդյունավետության մասին տարածված պատկերացումներ, որոնք արժե վերանայել։ Այդ թվում ամենասիրելին՝ շատ ես աշխատում, ուրեմն արդյունավետ ես։ Դա ոչ թե ժամերի քանակն է, որ դու ծախսել ես աշխատանքի վրա, այլ այն արդյունքը, որ վերջում ստանում ես։ Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։ Ստուգված է։ Դիտեք, որովհետև սա շատերին է վերաբերում։ Երիտասարդների համար առաջին աշխատանքը սովորաբար սկսվում է մեծ ոգևորությամբ ու հավատով, որ ամեն ինչ հրաշալի է լինելու։ Հետո գալիս է առաջին անակնկալը։ Պայմանագիր չկա, բայց պարտականություններ լիքը։ Աշխատավարձ կա, բայց մի քիչ ուշանում է։ Իսկ հետո ընդհանրապես չքվում է։ Շատերը մտածում են, որ սա նորմալ է եւ աշխատանքային ուղին պարտադիր այսպիսի փուլով է անցնում։ Իրականում սա իրավունքների չիմացություն կամ անտեսում է։ Այսօր խոսելու ենք աշխատանքային իրավունքների կարևորության մասին։ Ինչ խնդիրների են բախվում երիտասարդները։ Ինչ անել, երբ գործատուն մի քիչ մոռացել է աշխատանքային իրավունքների մասին։ Պետք է վարեի գեղեցկության սրահի էջ, գործատուն ծանոթ մարդ էր, պայմանավորվեցինք, սկզբում ամեն ինչ լավ էր, երկու շաբաթ աշխատելուց հետո գործատուն ասաց, որ չի հավանում աշխատանքը, պատճառաբանելով էլի, ու հետպես հրաժարվեց գումարը վճարել։ Վարձատրության օրը գործատուի ծննդյան օրն էր, ու երբ ես գրեցի ասեցի բանը կներեք էլի երբեք փոխանցումը կատարելու, պատճառաբաներ, թե ծննդյանս օրով խես գրում նման բան հիշեցնում, հիմա որ հիշում եմ։ Պայմանագիր բացարձակ չունեինք, պայմանագրի մասին անգամ խոսքել չի եղել, ոչ էլ գրանցված աշխատող էի։ Աշխատանքային պայմանագրերի բացակայություն, հանգստի իրավունքի ոտնահարում եւ անվտանգության նորմերի անտեսում։ Հայաստանում աշխատանքային հարաբերությունները դեռևս գործատունների եւ աշխատողների առաջնահերթությունների ցանկում չեն։ Մեր իրականությունում աշխատանքային իրավունքները ամենավերջին կլան մղված իրավունքներից մեկն է, որովհետև թե աշխատողները եւ թե գործատուները չեն կարևորում այդ հարաբերություններն այնքան, որպեսզի իրենք ավելի իդեալական վիճակում լինեն։ Որոնք խախտում են, որոնք նախատեսված են աշխատանքային օրենսգրքում։ Սկսած աշխատանքային պայմանագրերի կնքումից, մինչև օրինակ կարգապահական տույժեր հարուցելուց, հանգստի իրավունքի խախտման դեպքեր ենք շատ արձանագրում, այդ թվում նաև աշխատանքի ուրեմն առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանների խախտումներն են շատ։ Խախտումներ կան բոլոր ոլորտներում, սակայն վիճակագրությունն առանձնացնում է երկու ամենառիսկային ուղղությունները՝ սպասարկման ոլորտը եւ շինարարության ոլորտը։ Այս պայմաններում առավել խոցելի են աշխատաշուկա մուտք գործող երիտասարդները, որոնք թեև ավելի հմուտ են թվային տեխնոլոգիաների հարցում, սակայն փորձի պակասի պատճառով դառնում են անբարեխիղճ գործատուների թիրախը։ Շատ դեպքերում երիտասարդների համար փորձաշրջան է սահմանվում եւ գործատուի կողմից այդ փորձաշրջանը չի բարձրացվում, ինչը բնականաբար իրավաչափ չէ։ 1 տարի անց ավելի լուրջ խնդիր եղավ, հիմա այդ խնդրի մասին հիմա չեմ ուզում խոսել, բայց այդ կազմակերպությունը պետք է աշխատեի որպես real maker, էլի աշխատեցի, ամեն բան իդեալական էր, չգիտեմ, այնպիսի բաներ չկար, որ կասկածանք առաջացներ, որ կարող է ինչ-որ աշխատանք չփոխանցվի եւ այլն, բայց էլի 2 շաբաթ աշխատելուց հետո գումարը չի փոխանցվել։ Մի քիչ կարելի ասել փոշմանում եմ դրա համար, որ չեմ բարձրաձայնել։ Միգուցե բարձրաձայնելուց հետո ինչ-որ լուծում տային։ Աշխատանքային իրավունքների ոտնահարմանը բախվելուց հետո մեր զրուցակիցը սկսել է այլ կերպ նայել գործատունների հետ հարաբերություններին։ Նա այժմ բացառում է որևէ համագործակցություն, որը հիմնված չէ օրենքով նախատեսված փաստաթղթերի վրա։ Հատկապես իմ ոլորտում սկսնակներին խորհուրդ կտամ
ունենան պայմանագիր, գործատուի հետ հստակ սահմանեն, թե ինչ աշխատանք են կատարելու, եթե դրանից դուրս էլի աշխատանք պետք է կատարվի, կամ հստակ համաձայնեցնեն, կամ ավել վարձատրություն լինի դրա համար։ Mä աշխատում եմ պայմանագրով, հստակ գործատուի հետ քննարկում եմ, թե ես ինչ աշխատանք եմ կատարելու, ինչի համար եմ ես վարձատրում, որպեսզի նման խնդիրներից խուսափեմ ու հիասթափություններ չլինեն։ Իրավունքների պաշտպանության ծայրահեղ միջոցներից մեկը գործադուլն է։ Հայաստանում այս գործիքակազմի կիրառումը բարդ է պայմանավորված օրենսդրական խիստ ընթացակարգերով։ Ի տարբերություն եվրոպական որոշ երկրների, որտեղ գործադուլը կարող է լինել սպոնտան արձագանք, հայաստանյան օրենսդրությունը պահանջում է նախապատրաստական գործողությունների երկար շղթա։ Քչերն են տեղյակ, որ աշխատանքային իրավունքների խախտման դեպքում լուծումներից մեկը արմիություն դիմելն է։ Այս պահին Հայաստանում գործում է շուրջ 580 արհեստակցական կազմակերպություն, մոտ 191,000 անդամով։ Հայաստանի Հանրապետության արմիությունների մասին օրենքով 3 աշխատողը բավարար է, եթե նույն գաղափարներն ունեն, որպեսզի ստեղծեն արհեստակցական կազմակերպություն։ 3-ով անում են հիմնադիր ժողով, գրում են իրենց կանոնադրությունը, տանում են պետրեգիստրում, հաստատում են այդ կանոնադրությունը, պետ վճար են մուծում 10,000 դրամ եւ Ուալա, արմիությունը ստեղծված է։ Արմիությունը կազմակերպություն է, կազմակերպության ներսում, որտեղ ինքը ունի իրավաբանական անձի կարգավիճակ, ունի իր կնիքը, իր կանոնադրությունը, եւ այստեղ է, որտեղ մենք հատկապես իրավահավասարության մասին պիտի խոսենք, որովհետեւ արմիությունը եւ գործատուն ամբողջությամբ հավասար կազմակերպություններ են։ Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն աշխատանքային իրավահարաբերություններում կատարվող աշխատանքը պետք է լինի արժանապատիվ, իսկ կողմերը հավասար յուրաքանչյուրն իր իրավունքներով եւ պարտականություններով։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք բարձրաձայնում ենք խախտման մասին, մենք այլևս կախարգելում ենք հաջորդ խախտումը։ Ինքնակենսագրություն կամ CV գրելիս փորձում ես քո ողջ կյանքը տեղավորել 1 կամ 2 էջի մեջ։ Միաժամանակ ձգտում ես չթվալ չափից դուրս համեստ կամ չափից դուրս հանճար։ Ճիշտ կազմված CV-ն պարզ ու ներկայանալի պատմություն է քո մասին։ Ինչ գրել CV-ում, ինչ չգրել հաստատ, եւ ինչպես անել, որ գործատուն CV-դ կարդա մինչեւ վերջ, ոչ թե փակի ու ասի լավ, հաջորդը։ Ողջույն, աշխատանք փնտրելիս ամենակարևոր քայլերից մեկը ճիշտ կազմված CV-ն է։ Մինչ ձեզ կհրավիրեն հարցազրույցի, գործատուն ձեր մասին առաջին տպավորությունը կազմում է CV-ն կարդալով։ Դա փաստաթուղթ է, որտեղ համառոտ ներկայացնում ես քեզ, կրթությունդ, փորձդ, հմտություններդ, այն պետք է լինի հստակ կազմված եւ հեշտ ընթեռնելի։ Եկեք միասին պատրաստենք ճիշտ եւ գրագետ CV։ Այս հարցում մեզ կօգնի Canva գործիքը։ Google-ում որոնում ենք canva.com։ Շատ պարզ քայլերով գրանցվում ենք կայքում եւ սկսում ենք ստեղծել մեր CV-ն։ Գնանք templates բաժին եւ ընտրենք resume հատվածը։ Կարող ենք ընտրել որևէ դիզայնի օրինակ։ Լավ կլինի ընտրենք շատ բարձ եւ մինիմալիստական դիզայն։ Սեղմում ենք այդ դիզայնի վրա եւ customize this template։ Կբացվի աշխատանքային նոր պատուհան, որտեղ կարող եք փոփոխել տառատեսակը, չափը, գույնը։ Եկեք միասին ընտրենք լուսանկարը։ Այն չպետք է լինի առօրյա։ Լավ կլինի աշխատանքային լուսանկարը։ Իսկ հիմա ավելացրեք ձեր անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար եւ էլեկտրոնային հասցե։ Բնակության վայրը նույնպես կարելի է ներառել։ Սոցիալական հարթակների հղումները ավելացրեք միայն այն դեպքում, եթե դրանք կապված են ձեր մասնագիտական գործունեության հետ։ Նկարագրություն բաժնում հակիրճ ներկայացրեք ձեզ, որտեղ եք աշխատել, ինչ հմտություններ ունեք, ավելի մանրամասն կպատմենք մյուս հատվածում։ Կրթություն բաժնում գրեք ձեր ուսումնառության մասին, սկսելով վերջին ավարտած հաստատությունից։ Նշեք ուսման տարիները, կրթական հաստատության անվանումը եւ մասնագիտությունը։ Եթե մասնակցել եք դասընթացների, սեմինարների, դրանք անպայման ներառեք այս բաժնում։ Հաջորդը աշխատանքային փորձն է։ Նշեք այն կազմակերպությունները, որտեղ աշխատել եք, ձեր զբաղեցրած պաշտոնը եւ հիմնական պարտականությունները։ Եթե աշխատանքային փորձ դեռ չունեք, կարող եք ներառել պրակտիկաները կամ կամավորական գործունեությունը։ CV-ն կարող եք ամփոփել, ներառելով այլ հմտությունները, օտար լեզուների, համակարգչային ծրագրերի իմացությունը եւ այլն։ Այս մանրամասները հաճախ լրացուցիչ հետաքրքրություն են առաջացնում գործատուի մոտ։ Ավարտելուց հետո սեղմում ենք Share, Download եւ ընտրում ենք PDF ֆորմատը։ Սա ամենատարածված տարբերակն է։ Կարևոր է լինել ազնիվ, գրել հակիրճ եւ խուսափել ավելորդ տեղեկատվությունից։ Լավ CV-ն պետք է լինի ոչ թե երկար, այլ նպատակային եւ հստակ։ Ճիշտ ներկայացված տեղեկությունը կմեծացնի աշխատանքի առաջարկի հնարավորությունը։
Այսօր մեր հյուրն է երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը։ Ողջույն Արթուր։ Բարև ձեզ։ Որպես մարզում աշխատող երիտասարդ, ինչպես սկսեցիր քո ճանապարհը։ Ինքս Շիրակից եմ եւ իմ առաջի քայլերը հենց Շիրակում եմ իրականացրել, Գյումրի քաղաքում եւ շատ համեստ մի կետից, կամավորությունից։ Դեռ առաջի կուրսում էի սովորում, երբ Ախորյան համայնքը, որը գտնվում է Գյումրի քաղաքին շատ մոտ, հնարավորություն ուներ երիտասարդական ակումբի համակարգողի հաստիքի համար եւ ես որոշեցի փորձել ուժերս, բացարձակ գաղափար չունենալով երիտասարդական աշխատանքի մասին, հնարավորություն ընձեռելով գրեթե 400 երիտասարդների այդ մի քանի ամսում Ախորյան համայնքի տարբեր նաև գյուղական բնակավայրերից մասնակցել առաջնորդության լաբերի եւ համայնքային զարգացման ծրագրերի։ Այսօր ինչ են ակնկալում երիտասարդներն աշխատանքից, փող, զարգացում, կապեր։ Կարող եմ ասել, որ բավականին փոխակերպվել է ակնկալիքները աշխատաշուկայից եւ գործատուներից, եթե հետերկրաշարժան սերունդին ենք նայում այն շրջանը, երբ որ ես ինքս եմ եղել նաեւ կամավոր, մեզ համար առաջնահերթ դա փորձի ձեռքբերումն էր, եւ մենք պատրաստ էինք տարիներ շարունակ այն գաղափարին, որին որ մենք հավատում ենք եւ ներգրաված էինք, կամավոր հիմունքներով կատարել այդ աշխատանքը, որտեղ դա մեզ տալիս էր այն ամեն ինչ մենք ուզում ենք, որտեղ մեր ակնկալիքներն էր այդպիսին։ Այսօրվա երիտասարդը իրականում անկախ իր փորձից ակնկալում է եւ աշխատավարձ, իդեպ բավականին բարձր աշխատավարձի ակնկալիքներ կան եւ իհարկե փորձ եւ կապեր, ինչն է ինձ նաեւ շատ դուր գալիս այսօրվա մեր երիտասարդների մեջ, իրենք նաեւ շատ կարեւորում են այն սոցիալական կապերը եւ այն թիմային աշխատանքը, որ կարող է դրական փոփոխություններ բերել, որտեղ հստակ գիտակցում են, որ փոխակերպող աշխարհում միայնակ շատ բարդ է, շատ ավելի հեռուն գնալ։ Ինչն է ամենաշատը հիասթափեցնում մոտիվացված երիտասարդին։ Կարծում եմ անարտարությունը եւ այն հանգամանքը, որ շատ հաճախ իրականության մեջ իրենք տեսնում են, թե ինչպես համակարգը կարող է շատ ավելի շատ արժևորել ոչ թե կարողությունը, այլ ավելի շատ կապերը եւ ծանոթությունները։ Եվ իհարկե անարտարությունը, որը այսպես ասած ամբիցիաներ ունեցող թևեր ունեցող երիտասարդնով մոտիվացված է, հավատում է իր նպատակին, ինչը որ կարող է իրան մի փոքր, այսպես ասած, թևերը կոտրել եւ տևական ժամանակ մոտիվացիայի այսպես խնդիր ունենալ, դա անարտարության բախվելն է։ Մեր հասարակությունում ինչ վերաբերմունք կա երիտասարդի աշխատելու եւ աշխատանքի վերաբերյալ ընդհանուր առմամբ։ Երիտասարդից ակնկալիք առհասարակ մեր հասարակության մեջ միանշանակ չէ։ Եթե հաշվի առնենք տարիներ առաջ կոնկրետ հասարակության վերաբերմունքը եւ ներկայիս երկու հստակ տարբեր հակադիր մոտեցումներ կան։ Մի կողմից երիտասարդին կերբնական ուժ են, այսպես ասած, տալիս եւ ակնկալում են բաներ, որը միգուցե եւ անհնարին է։ Մյուս կողմից ակնկալում են լուրջ պատասխանատվություն, որ պետք է երիտասարդը ցուցաբերի եւ ստանձնի, սակայն այստեղ պարադոքսը նրանում է կայանում, որ ակնկալում են երիտասարդից լուրջ պատասխանատվություն, բայց երբեք պատրաստական չեն այդ իրական պատասխանատվությունը երիտասարդին տալու։ Շատ երիտասարդներ, երբ խնդիր են ունենում աշխատավայրում, նախընտրում են լռել, չխոսել, չբարձրաձայնել։ Ինչու՞։ Ես ավելի շատ առերեսվել եմ ճիշտ հակառակին, նույն միջավայրում, որտեղ եւ մեծահասակներն, հավաքներն եւ երիտասարդներ են, եւ չնայած տարիներ շարունակ այնտեղ կարծրացած որոշակի խնդիրներ կան, այնտեղ փոփոխություն բերողն է հենց այդ երիտասարդներն իրենց համարձակությամբ։ Եվ թերևս այդքան էլ չեմ կիսում այն կարծիքը, որ երիտասարդները չեն պայքարում իրենց իրավունքների համար, կան, ունենք դա, բայց դա միայն երիտասարդի խնդիրը չէ։ Եվ այսօր նաև տարբեր գործատուների հետ, տարբեր առիթներով շփումների ժամանակ հենց իրենք են ասում, նաև երբեմն նաև բողոքում են, որ չնայած իրենց փորձը շատ թույլ է, բայց իրենց պահանջը եւ նաև իրենց իրավունքներին տեր կանգնելուն մենք այսօր շատ ավելի ուժեղ երիտասարդներ ունենք, ինչը ինձ համար դրական է իրականում։ Ձեր կենտրոնում ինչ տիպի աջակցություն են փնտրում երիտասարդները առավել հաճախ։ Նորից պետք է տարանջատեմ, տարիներ առաջ, երբ մեր կազմակերպությունը ստեղծվել էր, կառույցը արդեն 17 տարի ինչ Հայաստանում գործում է, 2008 թվականին է կազմակերպությունը ստեղծվել, առաջիկա տասնամյակը դա ավելի շատ երիտասարդների ազատ ժամանցի, բովանդակալի ժամանցի հնարավորությունների հարթակեր եւ իրենք ավելի շատ գալիս են այնտեղ միմյանց հետ շփվելու եւ իրենց բովանդակալի ժամանցը կազմակերպելու։ Այսօր մի փոքր նաեւ մեր գործունեությունն է փոխակերպվել եւ այսօրվա երիտասարդի հետ նաեւ տարվող աշխատանքի օրակարգն է այլ։ Իրենք ավելի շատ գալիս են
ինքնազարգացման, ինքնակրթվելու, ավելի շատ վստահություն գտնելու եւ այդ ուղղությունը տեսնելու համար։ Միջավայրը, որտեղ իրենք հստակ գիտեն, որ այստեղ ունեն աջակիցներ, ունեն մենտորներ, որտեղ նորից պետք է կրկնվեմ, իրենք իրավունք ունեն սխալվելու եւ դրանց համար պատժի իրենք չեն ենթարկում։ Սա իրենց ողջևորում է, որովհետեւ իրենք գալիս են եւ սեփական նախաձեռնություններով են հանդես գալիս, տեսնում են դրանց արդյունքները։ Մեծապես նաև շատ սկսել են կարևորել աշխատաշուկայում մրցունակ դառնալու համար կարողությունների ձեռքբերում, իսկ կենտրոնը այդ հնարավորությունը տալիս է իրենց։ Նաև այստեղ իրենք շատ արժևորում են սոցիալական կապերի ստեղծումը, լայն ընդգրկումը եւ աշխատաշուկայում մրցունակ դառնալուն։ Եվ շատ կարևոր է, որ այսօր Հայաստանի տարբեր համայնքներում, մարզերում, մասնավորապես հեռավոր գյուղական համայնքները սկսել են կարևորել երիտասարդական տարածքներ ունենալու մասին, որտեղ Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական քաղաքականության մասին օրենքի ընդունումից հետո նաև արդեն համայնքապետարանների համար սա դարձել է շատ կարևոր առաջնահերթություն, որտեղ օրենքով նաև կնկալվում է, որ պետք է համայնքները երիտասարդների համար ծառայություններ մատուցեն։ Ասում եմ, իսկ ինչպես պետք է մատուցել ծառայությունը, եթե ոչ երիտասարդական միջավայրեր ստեղծելով եւ այդ հնարավորությունը երիտասարդներին տալով։ Եվ շատ կարեւոր է, որ եւ այսօր միջազգային համայնքը եւ տեղական հասարակական կազմակերպությունները, մասնագիտական ոլորտային աշխատող եւ պետական լիազոր մարմինը գրեթե նույն ափսեում են եւ բոլորը մտածում են Հայաստանում երիտասարդական միջավայրեր բացելով համայնքային երիտասարդական ծառայություններ ավելի հասանելի եւ ավելի բովանդակալից դարձնելու։ Շփվելով տարբեր գործատուների հետ, ինչ եք կարծում, կարևոր է, որ երիտասարդները անձնակազմերում շատ ներգրավված լինեն։ Կարծում դա առհասարակ կյանքի կարևոր կենսական նշանակություն ունեցող հարց է, որովհետև երիտասարդները թիմերում ներգրավելով իրենց հետ բերում են թարմություն, նոր գաղափարներ եւ մենք չենք կարող չասել, որ սերունդների օրակարգային հարցերը եւ կարիքները սերունդ առ սերունդ փոփոխվում է, իսկ հաստատությունները, կոլեկտիվները, անձնակազմերը հիմնականում կառույցներում նույն աշխատանքային մշակույթն ունեն եւ եթե իրենք ուզում են այդ փոխակերպող մշակույթը ունենալ, դեպի զարգացումը գնալ, նաեւ մատը զարգերակի վրա պահել, հասկանալ իրենց գործունեության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, տրենդային խնդիրները նաեւ, թե ինչպես է մտածում շահագերգիր կողմը, ինչպես է մտածում շահառուն եւ ինչպիսին է կարիքները եւ դրանց լուծման ուղիները, միանշանակ դա ոչ թե ցանկալի, այլ խիստ պարտադիր է, որ երիտասարդները մշտապես լինեն թիմերում, որտեղ դա բերում է փոփոխվող արժեքներ, կայուն փոփոխվող արժեքներ, ես կասեի, որտեղ այն ինչ կարևոր է մնում է, բայց երիտասարդը իր հետ բերում է թարմություն, նոր գաղափար, նոր նախաձեռնություններ, իսկ դա դառնում է արդեն համապատասխան ընկերության, կազմակերպության, թիմի համար հավելյալ արժեք եւ որ իր հերթին նաեւ հավելյալ արժեք կրող արդյունքներ է բերում։ Դուք ձեր խոսքում անդրադարձաք երիտասարդական քաղաքականության մասին օրենքին։ Ինչքանով է կարևոր դրա ընդունումը եւ ինչ փոփոխություններ կբերի այն երիտասարդների կյանքում։ Երիտասարդական քաղաքականության մասին օրենքը դա պարզապես փաստաթուղթ չէ։ Դա ինձ համար հստակ վերաբերմունք է երիտասարդի։ Եվ եթե դա արժեքահեն է, եթե դա իրականում դրական փոփոխություն ունեցող փաստաթուղթ է, իսկ դա պետք է ստակ արտահայտված լինի այդ փաստաթղթի մեջ, դա օգնում է երիտասարդին հասկանալու, որ իր ապագան ոչ թե պատահականություն է հստակ մտածված, պլանավորված եւ իր պետության, իր կառավարության կողմից իր ապագան ձևավորելն է դա ուղղված։ Ինչը տալիս առհասարակ երիտասարդական քաղաքականությունը երիտասարդին իր խոսքը, իր ձայնը լսելի է դարձնում, ինքն իրեն ավելի արժևորված եւ կարեւորված է զգում եւ կարողանում է նաեւ ինքնուրույն որոշել պատասխանատվություններ ստանձնել։ Իսկ այդ պատասխանատվությունը իր հերթին բերում է նախաձեռնություն ի աջակցություն համայնքի այն միջավայրի, որտեղ ինքը ապրում է։ Իսկ այն միջավայրում, որտեղ երիտասարդի ձայնը լսելի է, որտեղ երիտասարդը մասնակցող է, տեսնում է, որ ինքը իրավունք ունի ծախողելու, բայց նաև հաջողելու եւ ստացվում է, որ մենք ձևավորում ենք Հայաստանում երիտասարդակենտրոն կառավարում եւ երիտասարդակենտրոն մետուցում, որը հավատացեք ամբողջ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ միայն ու միայն բերում է հաջողության, խաղաղ միջավայր եւ բարեկեցիկ միջավայր ստեղծելուն։ Շնորհակալություն բովանդակալի զրույցի համար, Արթուր։ Եթե սուրճ խմես, հաստատ կթարմանաս։ Եթե շատ զբաղված ես, ուրեմն նաև արդյունավետ ես։ Եթե նույն տեղում երկար աշխատես, կլճանաս։ Սոցցանցերում, ընկերական զրույցներում, անգամ աշխատավայրերում այս պնդումները պտտվում են այնքան հաճախ, որ երբեմն սկսում ենք ընդունել դրանք որպես բացարձակ ճշմարտություն։ Բայց ի՞նչն է իրականում ճիշտ, ինչը չափազանցված, եւ որ պնդումներն արժե արդեն թոշակի ուղարկել։ Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։
Թե գեղեցկությունն էր աշխատացնում մարդուն։ Ուշացա։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենաարդյունավետ աշխատողները նրանք են, ովքեր միջինում 52 րոպե աշխատում են եւ 17 րոպե հանգստանում։ Ուշացա։ Եկեք բարձենք աշխատանքի արդյունավետության հետ կապված ինչ միֆեր կան։ Պնդում 1. Երկար ու շատ աշխատելը հավասարազոր է բարձր արդյունավետության։ Իրականում երևի միֆ է, որովհետև ինչ է նշանակում երկար աշխատել։ Եթե ինչ-որ բանի վրա շատ երկար ես աշխատում, շատ հնարավոր է, որ կամ ինչ-որ բան սխալ ես անում, կամ ճիշտ ես անում, բայց սխալ ձևով ես անում, հա? Ոնց որ տենց ինտերպրետացիա էլ կարող ենք տալ, եւ իրականում եթե մենք արդյունավետություն ենք ուզում չափել, ապա դա ոչ թե ժամերի քանակն է, որ դու ծախսել ես աշխատանքի վրա, այլ այն արդյունքը, որ վերջում ստանում ես։ Great Place to Work կազմակերպության հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Ամերիկայում 2025 թվականի տվյալներով հնարավոր աշխատանքների 52%-ը անցել են հիբրիդային աշխատանքի, իսկ 27%-ը ամբողջովին հեռավար են աշխատում։ Լավ, գոնե հեռավար աշխատանքի անցա։ Պնդում 2. Հեռավար աշխատանքը ավելի թեթև ռեժիմ է ենթադրում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ հաճախ հեռահար ռեժիմը դառնում է 24/7 աշխատանք։ Այսինքն անընդհատ աշխատում մարդ, եւ մենակ այն դեպքում է դա իսկապես արդյունավետ եւ կարծես թե ավելի թեթև, եթե դու կարողանում ես սահմաններ գծել եւ ասել սա աշխատանքային ժամերն են, սա ոչ աշխատանքային ժամերն են, բայց շատ քիչ մարդիկ են դա անում։ Ծովահեն Դեյվի Ջոնսը 10 տարին մեկ էր ցամաքիչնում։ Նա չգիտեր, որ գոյություն ունի The 7-year itch հասկացությունը, ըստ որի 7 տարի նույն աշխատավայրում լինելուց հետո լճանում ես ու պետք է փոխես աշխատավայրդ։ Պնդում 3. Սիրած աշխատանքը երբեք չի հոգնեցնում։ Ցանկացած աշխատանք հոգնեցնում է։ Անկախ նրանից դա սիրված է, թե սիրված չէ։ Եվ ասեմ ավելին, սիրված աշխատանքը ավելի է հոգնեցնում, որովհետև դու նաև արժեքներով եւ քո ամբողջ հոգով սրտով նվիրվում ես այդ աշխատանքին։ Դա ընդհանրապես հիպոթեզ է, վարկած է, որ ինքը լճացել է կամ չի լճացել, կամ նվիրված է եղել կամ նվիրված չի եղել։ Պարզապես պետք է հասկանալ ինչ ցկտումներ ունի մարդը եւ ինչ փոփոխությունների կարիք ինքը ունի։ Վերջին տասքս մնաց։ Սուրճս էլ խմեմ, որ հանկարծ չքնեմ։ Գիտեք, ես կարող եմ գիտական ձևով փորձել պատասխանել այս հարցին, բայց երևի ավելի ճիշտ կլինի սուբյեկտիվ իմ կարծիքը ասել, ես առանց սուրճի չեմ դիմակայում, առավոտվանից մինչև ձեր գալը 4 բաժակ արդեն ունեցել եմ։ Եվ չեմ պատկերացնում, ասենք, ոնց կարող է իմ աշխատանքային օրը սկսվել առանց սուրճի։ Աշխատանքը մեր կյանքի մեծ մասն է զբաղեցնում, եւ մեր իրավունքներն իմանալը, միֆերի փոխարեն փաստերով առաջնորդվելը գործիքներ են, որոնք կօգնեն ավելի վստահ քայլել աշխատանքի շուկայում։ Եթե այսօրվա ընթացքում գոնե մեկ միֆ կոտրվեց, եղավ մի պահ, որ ասացիք այս սա իմ մասին էր, ուրեմն մեր թիմն արդյունավետ է աշխատել այս շաբաթ։ Սպասեք մեզ մյուս շաբաթ։ Մտածել ու նոր կոմենտել Ստուգել ու նոր տարածել